Հանրապետության օրը նախընտրական նվեր է արել Միացյալ Նահանգների նախագահը Նիկոլ Փաշինյանին, այսպիսի որակում են տալիս վերլուծաբանները Truth սոցիալական ցանցում Թրամփի գրառմանը։ Նիկոլն ունի իմ լիակատար եւ ամբողջական աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Նորից հզոր դարձնենք Հայաստանը։ Ամերիկան նորից հզոր դարձնելու խոստումով Սպիտակ տուն վերադարձած Թրամփը հզոր է ուզում դարձնել մի երկիր, որի անունը մի քանի անգամ չի հաջողել ճիշտ արտասանել։ Azerbaijan and Albania. Պատկերացրեք, եթե Վլադիմիր Պուտինը այսպիսի թվիթ գրեր աջակցելով Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, պատկերացնում եք մեր ինքնիշխանները ինչ էին անելու, հիմա ինչ վային ասում էին դնել, բայց սա օքեյ է։ Փաշինյանն այսօր անպատասխան է թողել լրագրողի հարցը, թե արդյոք ՀՊԱ-ականները Հայաստանի ներքին գործերի միջամտություն չէին համարի օրինակ Ռուսաստանի կամ Իրանի ղեկավարների հանդիմադիր որևէ գործ չի աջակցող նմանատիպ հայտարարությունը։ Տեսնում եք ինչ է տեղի ունենում հրապարակային։ Նախընտրական շրջանում արտասահմանցի որևէ գործ չի բացահայտ աջակցություն հայտնելու պրակտիկան Միացյալ Նահանգներում ներդրած Թրամփը վերջին 8 ամսում աջակցել է 9 քաղաքական գործի, որից 8-ը չեն ընտրվել, ասում է Տիգրան Քոչարյանը։ Հուսանք, որ վիճակագրությունը կրկին շարունակելու աշխատել, որովհետև ամենավառ օրինակը Օրբանն էր, որտեղ Վենսը եկավ եւ աջակցեց իրեն։ Միգուցե ինչ-որ մարդիկ կլինեն, որոնք տենց զմայրվեն Թրամփից կամ Մակրոնից եւ դրան է նաեւ ուղղված Փաշինյանի ամբողջ PR-ը, բայց իմ կարծիքով Հայաստանի մեծամասնությունը արդեն հասկացել է, որ այդ գործ ունի եւ այսպիսի PR փուչիկների վրա չի խափնվի։ Եվ մենք կարծում ենք, որ Քարոզչակամի փուչիկ էր նաև Չորեքշաբթի Արմենիա հեռուստաընկերության եթերում Փաշինյանի հայտարարությունը, թե ադրբեջանցիները Հայաստան կարող են գալ միայն որպես զբոսաշրջիկ։ Այդպես նա փորձել էր հերքել իր թիմակցի Ալեն Սիմոնյանի ավելի վաղ արած հայտարարությունը, որ ժամանակը կգա, հայերն ու ադրբեջանցիները կապրեն կողք կողքի, պետք է համակերպվել։ Կարծում եմ, որ ազգային ժողովի նախագահի հայտարարությունները ճշգրիտ չեք մեջբերում, որովհետև եթե խոսքը եղել է հայաստանցիների Ադրբեջան գնալու եւ ադրբեջանցիների Հայաստան գալու հնարավորության մասին, խոսք կարող է լինել որպես զբոսաշրջիկ գնալու մասին, որովհետև երբ որ խաղաղություն է եւ X պահի նաեւ այդ կետն է հասնելու։ Մենք այդ կտորն է շրջանառում Ալեն Սիմոնյան։ Ես Ալեն Սիմոնյան չէր կարող նման բան ասել, այն ինչ որ դուք մեջբերեցիք։ Պարզապես չէր կարող ասել։ Կարողացել է ու ասել, օրինակ 2023 թվականի նոյեմբերի 28-ին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։ Հայերը եւ ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողմ, պետք է առևտուր անեն։ Չեմ բացառում, որ կգնան ինչ որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տները։ Չեմ բացառում, որ ինչ որ ադրբեջանցիներ կարող է ինչ որ ժամանակ անց գան եւ ստեղ բնակություն հաստատեն։ Հանդիմությունը մեկ այլ ՀՊԱ-ականի Արսեն Թորոսյանի հայտարարությունն է հիշեցնում, որով նա երկրորդելով Ալիևին պնդել էր, որ Հայաստանը չի կարող մոնոէթնիկ պետություն լինել։ Կազմակերպված ներգաղթամ ես պետք կազմակերպել։ Տասնյակ հազարավոր մարդկանց։ Չի լինելու առանց սրա արգելի գործ կենել։ Մենք պետքա նաև մեր մտքում այդ բանը փոխենք։ Մեխանիզմը, որ այնց մոնոէթնիկ այլ ազգիներին շատ որպես տուրիստ սիրող, բայց երբ որ գալիս են մշտական մեր հետ ապրում են, այդքան էլ չսիրող ազգ ենք։ Այդ թեման կա ավելի։ Փորձագետը ընդգծում է, Հովիկ Աղազարյանի ու Նիկոլ Փաշինյանի գժտության պատճառը նույնպես ադրբեջանցիների վերադարձի թեման է եղել։ Ըստ Աղազարյանի ինքը պահանջել է երաշխավորություն Փաշինյանից, որ իրենք չեն վերադառնում, եւ այդպես երաշխիք չի ստացել, ինչի պատճառով իրենց մեջ բան եղավ։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմային կտրուկ ու զգայուն արձագանքող ԿՊ ղեկավարը վստահեցրել է, թե մենք ենք մեղավոր, որ ադրբեջանցիները վերադարձի մասին են խոսում։ Արցախցիների վերադարձի թեման է այդպիսի խոսակցությունների առիթ տալիս Բաքվին։ Մենք ենք խոսում, նրանք են խոսում, նրանք են խոսում, մենք ենք խոսում։ Այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ մենք պետքա այդ թեման արմատապես փակենք եւ փակել ենք։ ԿՊԱ-ականները հասկացել են, որ հայաստանցիների համար անընդունելի է ադրբեջանցիների վերադարձը։ Այդ մասին խոսելը քարոզարշավի օրերին հարվածում է իրենց ռեյտինգին։ Այդ պատճառով ամեն գնով հերքում են, փորձում փակել թեման։ Պատրաստ չեն, որ
իրենց գյուղ, իրենց հողատարածքներ, իրենց քաղաքներ կգան ադրբեջանցիներ եւ կապրեն։ Դրա համար հիմա այդ դոզան անջատել են, Ալիևին են խնդրել, որ այդ թեմայից չխոսա, որովհետեւ ժամանակին շատ ակտիվ խոսում էր, իսկ եթե իհարկե ասված չընտրվի, շատ արագ այդ process-ը սկսելու է եւ սկսելու է այսպիսի հիմնավորման, բայց եթե լավ գյուղեր են, ինչը դուք այնտեղ չեք ապրում, հա, թող այդ մեկը իրաց գյուղն է, ինչ տարբերություն, հա, բալը մի հատ քարտեզը բացենք նայենք ժամանակին, ինչ ժամանակաշրջանում ադրբեջանական անվանումներ ունեցել գյուղերը Եվս մի դատական հայց են ներկայացնելու Փաշինյանը խոստացել է երրորդ հայցը ներկայացնել ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավարի դեմ։ Սամվել Կարապետյանը Փաշինյանի հարցազրույցը լսելով գրել է, որ նա հաստատել է 300,000 ադրբեջանցիների վերադարձը, հայտարարելով իբրև թե ադրբեջանցիները որպես զբոսաշրջիկ են գալու Հայաստան։ Եվ ամենակարևոր Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ էլի շատ կարևոր եւ բարդ գործ է, բայց